Փաշինյանը նորից գրառում է կատարել, պետությունը պատկանում է ժողովրդին, եկեղեցին պատկանում է ժողովրդին, մենք պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պետք է վերադարձնենք ժողովրդին։ Ինչպես եք մեկնաբանում այս քննարկումը։ Եկեղեցին ժողովրդից անջատված չի եղել, որ պիտի վերադարձնենք։ Եթե պետությունը իրենք անջատել են, վերադարձրել են, հետո էլի անջատել, հետո էլի վերադարձնեն, այդ իրենց խնդիրն է։ Եկեղեցին ժողովրդից բաժանված չի եղել, որ վերադարձվի։ Եկեղեցին միշտ եղել է ժողովրդի մեջ, ժողովրդի համար, բայց հայ եկեղեցու իրավունք ունեն, խոսքի իրավունք ունեն նրանք, ովքեր եկեղեցու նկատմամբ իրենց պարտականությունները կատարում են, ովքեր չեն կատարում իրենց պարտականությունները իրենց եկեղեցու նկատմամբ, մնում են թեև նոմինալ եկեղեցու անդամ, բայց կորցնում են իրավունքները, այդ իրավունքները կորցրածներից մեկը այսօրվա իշխանության պատկանող մարդիկ են։ Սրտասան սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունների կողմից թիրախավորվում է Քամին մրսեց։ 2018-ին ևս նման ակցիա եղավ, նոր Հայաստան, նոր հայրապետություն։ Էլի գուցե լինի, եթե հիմարությունը շարունակվի, մնայուն հիմարության մեջ լինի, գուցե էլի կլինի, ինչ կա որ։ Եկեղեցին աղջիկ չեմ։ Դու քանի տարեկան ես։ Հա? Հələ 1700-ը բաժանի 30-ի։ Բաժանի։ Ինչով է նրա այս վերաբերմունքը պայմանավորված Չարությամբ, որովհետև եկեղեցին իրեն ասել է աչքիդ վերևը հոնք կա։ Ոնց կարող է ասել եկեղեցին աչքի վերևը հոնք կա։ Հələ մի բան էլ կասի, ոչ թե աչքի վերևը հոնք կա, ասի, որ մերկ ես, կույր ես, անխելք ես, եւ այլ մի շարք բաներ կարող է եկեղեցին ասել եւ ասում է, եւ դրա իրավունքը ունի, եւ այդ ժողովրդից անջատված չլինելով այդ իրավունքը ունի եկեղեցին։ Բազան, տեսեք, այսպես ասենք, վերջի 8 օրերին, հա, այսպես աննախադեպ գրող եկեղեցու։ Դուք ուրեմն աննախադեպ ինչ-որ բան եկեղեցում տեսնում եք, ինչ-որ շարժ, բան, որ հոգևորականները չգիտեմ ինչ, բարիկադներ են սարքում, ինչ-որ դիրքավոր բան կա, եկեղեցին հանգիստ շարունակում է իր առաքելությունը։ Ինչպես ուրիշ անգամ ասել են, շունը հաչում է, քարավանը գնում է։ Մինչև երբ, ինչքան պիտի այսպես։ Մինչև խելքի կգան, կամ էլ խելքի չեն գա, ուրեմն կփոխվեն, կգա մեկ այլ իշխանություն։ Սրտասան, երբ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Բ-ին մեղադրում է կոնկրետ Գարեգին Բ չէ, Գարեգին երկրորդ։ Գարեգին երկրորդ, Բ չէ, Գարեգին երկրորդ։ Մեղադրում է, ներկայացնում է կոնկրետ մեղադրանք, երբ չի արձագանքում կաթողիկոսը։ Ինչու՞ պետք է արձագանքի։ Քպականները ասում են, եթե չկա որևէ տակը կեղծ, չկա որևէ բանը չի համապատասխանում իրականությանը, ինչու՞։ Այդ նույն հարցը եթե ինձ տակ ես պիտի պատասխանեմ, հələ նույն հարցը ինձ տուր։ Տուր։ Եվս մեղադրել էր, Չէ, նույն հարցը ինձ տուր, ես պիտի պատասխանեմ։ Տուր։ Հարցերը։ Սրտազան, տեսեք ովքեր աջակցություն Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց կաթողիկոսի հետ, մի թիրախում նույնպես հայտնվել է Լևոն Տեր-Պետրոսյանը, այսինքն ովքեր աջակցություն հայտնում են Ստոր մարդու, փոքր մարդու, չնչին մարդու, ճղճին մարդու կեցվածք է սա։ Եվ ցավոք մի ամբողջ կուսակցություն լծված է այս ճղճիմին պաշտպանելով, այս ճղճիմի ուրեմն քմահաճույքները կատարելով եւ այդ ամեն ինչը ներկայացնելով իբրև պետականության համար պայքար, որ եկեղեցին էլ պետականության դեմ է, դու պետականությունն եք թողել, որ եկեղեցին էլ պետականության դեմ լինի։ Սա պետականություն է։ Դուք պետականություն եք տեսնում, ամեն ինչ ձախողված, ամեն ինչ դատարկաբանության մատնված։ Այսինքն եթե գինու փառատոն են անում եւ անիմաստ պարում են, երգում են, նշանակում է պետություն է սա։ Սա է պետություն, այն որ ասում եք հայտնի ֆիլմի մեջ, որ ձրի պետության հացը ուտում եք պետություն եք։
Ոչ մի բան չստեղծած երիտասարդներ, որ ոչ մի բան չեն ստեղծել, ոչ մի օգտակարություն չեն ունեցել այս երկրի կայացման մեջ, մենակ կորուստներ, մենակ զրկանքներ են պատճառել այս ժողովրդին, 10,000 քառակուսի կիլոմետր տվել են, հարյուրավոր վանքեր եկեղեցիներ, 150,000 մարդու գաղթի պատճառ են դարձել, պետականությունից են խոսում։ Այս աստիճան անամոթություն, այս աստիճան անպատկառություն, եւ դեռ կա մի խավ, որ այս անպատկառներին ծափահարում է, այս կան որոմ որտեղից մեր ժողովրդի մեջ, հասկանում եք, պետականությունը։ Դուք ասեցիք բավ է, ինչին է բավ, այսպես ասած հաշտություն։ Բավ է հիմարություններին տեղի տալ եւ հիմարություններ գործել, բավ է, սթափվել է պետք։ Վերջ-վերջո մեր ժողովուրդը խելացի ժողովուրդ է, պետք է հասկանա սևն ու սպիտակը պետք է տարբերի, իրոք սևն ու սպիտակը, ոչ թե իրենց ասած սևն ու սպիտակ։ Եվ չի կարելի տիրադավ լինել, այս բառն էլ եք մոռացել, գիտեք, չգիտեք ինչ է նշանակում տիրադավ։ Դուրս գալ Աստծո սպասավորի դեմ, են էլ ամենագերագույն Աստծո սպասավորի դեմ, հասկանում եք, դա հղի է, սոսկալի հետևանքներով։ Եվ ձեզ տրված չի դադելու իրեն, իր դադավորը Աստված է, դուք Աստծո տեղ եք դրեց ես, քանի անգամ ասենք, մենք սուրբեր չենք, եկեղեցին ղեկավարվում է անսուրբ մարդկանց կողմից, այդպես է կամեցել Աստված, այլապես Աստված կարող էր հրեշտակներին հանձնարարել ղեկավարեին, բայց եկեղեցին այսպես է կամեցել Աստված, որ ղեկավարվի, մեղավոր մարդկանցով, նույնքան մեղավոր, որքան դու ես, ինքն է, մյուսն է։ Մենք չենք տարբերվում մեր սրբությամբ, մենք տարբերվում ենք մեր առաքելությամբ։ Աստված այդպես է տնօրինել, որ ես իմ տգար վիճակով, իմ տգար կարողություններով, իմ մեղավոր վիճակով եւ իմ մեղքերով լինեմ ձեզ հովիվ։ Ես ձեզ երբևիցե սխալ ճանապարհ ցույց տվել եմ։ Կարող է ես ինքս սխալներ թույլ տալիս եմ, բայց ես այդ սխալները ձեզ հորդորում եմ նաև թույլ տալ, չէ։ Ասում եմ ես այս սխալը արեցի, դուք մի արեք։ Չէ։ Ուրեմն լսեք, այն ինչ որ ասում են, ընդհանրապես տիրադավ մի եղեք, ինչ կա այստեղ չհասկանալու։ Սրբազան, այսպես ասած հաշտության առաջի քայլ, հա, այսպես ասած ով է անում իշխանությունը, կառավարությունը։ Եվ մենք եկեղեցին հաշտ խաղաղ է, եկեղեցին պատրաստ է, եկեղեցին ոչ մի խնդիր, եկեղեցին պատերազմ չի հայտարարել, եկեղեցին հիմա էլ ասում եմ նետված ձեռնոցը չի վերցնում։ Նետել ես, կգաս ինքդ կվերցնես։ Հա, մենք պատերազմ չենք հայտարարել։ Եթե ապաշխարեն դարձի կա, արդյոք շարունակում եք նույն բնթանը։ Եթե ասել եմ, էլի այո, էլի կասեմ, բայց իրենց պարագային չեմ տեսնում ոչ մի հնարավորություն ապաշխարության եւ դարձի գալու։ Իրենք գնալով խորացնում են այս վիհը եւ դարձի ճանապարհը բոլոր կամուրջներն այրում են։ Այլապես այո, ես իմ խոսքերը դենց հեշտությամբ չեմ փոխում։ Ուրիշ